Այսօր Կոպենհագենում կբացվի Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովը, որին այլ պետությունների ղեկավարների հետ կմասնակցի նաև Վրաստանի վարչապետը։ 7-րդ համաժողովի շրջանակներում տարբեր երկրների, այդ թվում Եվրոպական պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարները կքննարկեն եվրոպական մայրցամաքում անվտանգության ու կայունության ամրապնդման հարցերը, քաղաքական երկխոսության եւ համագործակցության խթանման միջոցով։ Իռակլի Կոբախիձեն կմասնակցի պանելային քննարկմանը։ Նախատեսվում է ելույթ։ Հաշվի առնելով, որ այս տարվա գագաթնաժողովի գլխավոր թեման տնտեսական հարցերն են, վարչապետը կկենտրոնանա նաև Վրաստանի հիմնական դերի վրա, կապի ու միջին միջազգի զարգացման համատեքստում։ Իսկ երեկ Իռակլի Կոբախիձեն մասնակցել է Դանիայի թագավորի ու թագուհու կողմից կազմակերպված ընդունելությանը։ Գագաթնաժողովի մասնակիցների թվում են 47 պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներ։ Այսօր Վրաստանի առաջին ալիքի եթերում կանցկացվի բանավեճ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող գրանցված ընտրական սուբյեկտների Թբիլիսի քաղաքապետի թեկնածուների միջև։ Բանավեճին կմասնակցի Թբիլիսիից 9 թեկնածու։ Նրանք են Լեզու հայրենիք հավատ կուսակցություն Թեմուր Բոկելավաձեն, Պահպանողները հանուն Վրաստանի կուսակցություն Զուրաբ Մախարաձե, Ազատ Վրաստան կուսակցություն Կախա Կոկավա, Հայրենասերների դաշինք Օթար Չիթանավա, Լելը հզոր Վրաստան եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունների միասնական թեկնածու Իռակլի Կոպրաձե, Վրաստան կուսակցություն Գեորգի Լիլուաշվիլի, Կանաչների կուսակցություն Գեորգի Գաչեչիլաձե, Գիրչի կուսակցություն Իագո Խվիչիա եւ Վրացական երազանք կուսակցություն Կախա Կալաձե։ Բանավեճը կմեկնարկի ժամը 22:00-ին։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 2 օր, ինչ ծրագրով է ընդդիմության մի մասը պատրաստվում գործել հոկտեմբերի 4-ին։ Կառավարության որոշ ընդդիմախոսներ խոսում են խաղաղ տապալման ծրագրի մասին, իսկ ընդդիմության մյուս մասը մտադիր է ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին եւ հեռու է մնում արմատական ծրագրերից։ Գիրչին կասկածանքով է վերաբերում նախատեսված բողոքի ցույցին։ Զուգընթաց հայտարարված հանրահավաքից առաջ բռնի կոչերի համար ձերբակալվել է ազգային շարժման անդամ Զիվիատ Կոպրաձեն, որը նաև տեսաուղերձ է տարածել սոցիալական ցանցերում, որում կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին խափանել ընտրությունները։ Պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ Կոպրավան կատարել է մի արարք, որը ներառում է պետական կառավարությունը տապալելու ու կառավարության ներկայացուցիչ դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչ, նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Ազգային շարժումը նշված ձերբակալությունը համարում է անարդար եւ աբսուրդային։ Իշխող թիմը գնահատելով տեղի ունեցածը նշում է, որ վստահ է իր հաղթանակի մեջ, ընդգծելով, որ օրենքի ցանկացած խախտմանը կտրվի արձագանք։ Այսօր Եվրոպական խորհուրդը կքննարկի Վրաստանի հարցը եւ կքվեարկի Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևի նախագծի շուրջ։ Փաստաթուղթն արդեն արժանացել է քաղաքական գնահատականների։ Մի շարք ընդդիմադիրների համար Վրաստանի վերաբերյալ արտահայտված կոշտ գնահատականներն անսպասելի չէին, սակայն իշխող թիմի համար բանաձևի տեքստն արդյունավետ ու անիրատեսական է։ Փաստաթղթում Վրաստանի կառավարության հասցին հնչեցված մեղադրանքներն են, անտեսելով միջազգային հանրության հասարակականները եւ արագ նահանջը։ Դատապարտվում է Վրաստանի կառավարությանը մեկուսացնելուն ուղղված քաղաքականությունը, միջազգային հանրության անդամների նկատմամբ անհիմն հարձակումներն ու մեղադրանքները։ Տեքստում նաև դատապարտվում է Մզիա Մաղլոբելի եւ մի քանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդների կալանավորումը, որոնք ըստ վեհաժողովի կալանավորվում են քաղաքական դրդապատճառներով։ Բանաձևի նախագիծը վերաբերում է նաև հոկտեմբերի 4-ին նախատեսված ընտրություններին։ Վեհաժողովը ցավում է, որ չի կատարվել իր կոչը անհապաղ ու ներառական գործընթաց սկսելու նոր, իսկապես ժողովրդավարական ընտրությունների համար բարենպաստ ընտրական միջավայր ստեղծելու համար։ Իսկ ընտրությունները դիտարկելու հրավերը դիտավորյալ ուշ է ուղարկվել ԵԱՀԿ-ին, ինչը անհնար է դարձրել նրանց դիտարկումը։ Եվրոպական խորհրդի խորհրդանական վեհաժողովը մտահոգություն է հայտնում եվրոպական օտարերկրյա գործակալների գրանցման եւ դրամաշնորհների մասին օրենքների ընդունման վերաբերյալ։ Փաստաթղթում նաև դիտարկվում է խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի աշխատանքը։ Սաբոտաժի գործի քննության շրջանակներում Թբիլիսի քաղաքային դատարանի մագիստր դատավորի ներկայությամբ հարցաքննվել է թող խմբի հիմնադիր Քրիստինա Բոտկովելին, նույն ինքը Նենսի Վոլանդը։
Հարցաքննությունից հետո կողմերը մեկնաբանություններ են արել քաղաքային դատարանի բակում։ Դատախազի խոսքով բողոքի ցույցերի ժամանակ թող խմբի միջոցով ձեռք են բերվել ֆինանսական միջոցներ։ Կատարվել են նաև անօրինական կոչեր։ Քրիստինա Բոտկովելին հարցրել են, թե արդյոք նա տեղեկություններ ունի այս մասին, այդ թվում հարցեր այն մասին, որ խմբի ադմինիստրատորն ինքն է ապստամբության եւ անհնազանդության կոչեր արել։ Պաստաբանի եւ անձամբ Նենսի Բոլանդիի խոսքերով թող խմբի հիմնադրի հարցաքննությունը բողոքի ցույցերին մասնակցող անձանց վախեցնելու փորձ է։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, իր պաշտոնական դիրքն օգտագործելով ուրիշին պատկանող խոշոր գումարի յուրացման մեղադրանքով, իսկ Ուկրաինայի քաղաքացուն հեռակակարգով առաջադրվել է մեղադրանք։ Հետաքննության տվյալներով մեղադրյալները հիմնադրել էին Kinderly Georgia ՍՊԸ-ն, որը միջնորդ ընկերություն էր կենսաբանական ծնողների եւ փոխունակ մայրերի միջև։ Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները նշված ՍՊԸ-ի անունից Չինաստանի Հանրապետության քաղաքացիներից հափշտակել են խոշոր չափի գումար ու այդ գումարը փոխնակ մայրերի բժշկական, կենցաղային ծախսերը եւ վարձատրությունը հոգալու փոխարեն յուրացրել են։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 11 տարի ժամկետով ազատազրկում։ Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությամբ։ Վրաստանի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կարմիր ծանոթագրով հետախուզվող Հնդկաստանի քաղաքացու, որը հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործությամբ։ Ձերբակալվածը Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տարբեր հանցագործությունների համար, այդ թվում հանցավոր խումբ ստեղծելու, սպանության փորձի եւ սպառնալիքների համար։ Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Մեղադրյալը հատել է Վրաստանի սահմանը մինչև նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը։ Սահմանային ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են Բաթումիում։ Այժմ նրա նկատմամբ իրականացվում են արտահանձնման ընթացակարգեր։ Խմբովի կատարված խոշոր չափի գողության մեղադրանքով ձերբակալվել է 3 մարդ, որոնք նախկինում բազմիցս դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար։ Հետաքննության տվյալներով մեղադրյալները, որոնք տարբեր ժամանակներում աշխատել էին Փոթի բենզալցակայանում, նույն բենզալցակայանից խմբովի գաղտնի կերպով տիրացել են մինչև 25 տոննա վառելիքի 47496 լարի արժողությամբ։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։ Թուրքական Ajet ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին ուղիղ չվերթը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից դեպի Թբիլիսի։ Ավիաընկերությունը շաբաթական 4 անգամ կիրականացնի կանոնավոր չվերթներ։ Ajet-ը Թուրքիայի ամենամեծ ավիաընկերության Turkish Airlines-ի դուստր ընկերությունն է։ Ajet-ի գործադիր տնօրեն Քերեմ Սարֆին առաջին չվերթով ժամանել է Թբիլիսի։ Առաջին չվերթի կապակցությամբ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կազմակերպվել է ընդունելություն։ Հատկանշական է, որ Վրաստանի եւ Թուրքիայի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների մեկնարկին նախորդել են երկու երկրների կառավարությունների, այդ թվում ավիացիոն կառավարությունների միջև բանակցություններ։ Վրաստանն ունի ամենաակտիվ օդային երթևեկությունը հարևան երկրների միջև Թուրքիայի հետ։ Անցյալ տարվա տվյալներով երկու երկրների միջև տեղաշարժվել է ավելի քան 1,200,000 ուղևոր, ինչը կազմել է Վրաստանի ու հարևան երկրների միջև ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 47%-ը։ Գագրայի անկման 33-րդ տարելիցի կապակցությամբ հերոսների հրապարակում հարգանքի տուրք է մատուցվել Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածներին։ Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Գյորգի Ջինջարաձեն Աբխազիայի գերագույն խորհրդի նախագահի, Աբխազիայի կառավարության անդամների եւ վետերանների հարցերով պետական ծառայության ներկայացուցիչի հետ միասին ծաղկեպսակ է խոնարհել հերոսների հուշահարձանին ու հարգանքի տուր մատուցել հերոսների հիշատակին։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿՀ ընտրությունները ընդհանուր գործ է։